Սոցիալական անարդարություն և անհավասարություն։ Այս թողարկմանը մենք խոսելու ենք Հայաստանում սոցիալական արդարության մասին, թվերով և թվերի հետևում կանգնած իրական մարդկանց պատմություններով։ Իսկ ձեզ հետ է FYN-ի Կարմիր Եսը, ով կարծում է, որ թվերը չեն ստում, բայց համակարգը լռում է, բայց ես ընտրում եմ արդարության կողմը։ Ու սկսենք մի պարզ, բայց կարևոր հարցից. ինչու է ընդհանրապես պետք խոսել անարդարության ու անհավասարության մասին։ Խնդիրը անունով կոչելը առաջին քայլն է այն գիտակցելու ու փոխելու ճանապարհին։ Հիմա եկեք պարզենք մի կարևոր հարց, որ հաճախ շփոթում ենք՝ հավասարություն եւ արդարություն, արդյոք նույնն է, թե տարբեր։ Հավասարությունը նշանակում է բոլորին տալ նույնը, արդարությունը տալ այն, ինչ մարդուն իրականում պետք է։ Օրինակ, մի ուսանողի պետք է կրթաթոշակ, որ կրթական համակարգ մտնի, իսկ մյուսին թե քարտակ, որ կարողանա առհասարակ շենք մտնի։ Նույն նպատակը, տարբեր կարիքներ, եւ այո, օրենքները կարող են շատ գեղեցիկ տեսք ունենալ թղթի վրա, բայց եթե իրականացումը թույլ է, մարդիկ շարունակում են դուրս ընկնել համակարգի ճեղքերից, բացերից, անտեսված մանրուքների պատճառով։ Հիմա խոսենք թվերով։ 2023-ի տվյալներով Հայաստանում յուրաքանչյուր 4-րդ մարդ ապրում է աղքատության մեջ, բայց ամենացավալին մանկական աղքատությունն է։ Մոտավորապես յուրաքանչյուր 3-րդ երեխա ապրում է աղքատության մեջ, եւ եթե ոչինչ չփոխվի, այս վիճակը կրկնվում է սերնդեսերունդ։ Մեկ այլ կարևոր բան էլ կա. տնտեսությունը կարող է աճել, ՀՆԱ-ն կարող է բարձրանալ, բայց եթե այդ աճը հավասար չի բաշխում, աղքատությունն էլ է զուգահեռ աճում։ Եվ այստեղ գալիս ենք աշխատանքի ու աշխատավարձերի թեմային։ Երիտասարդների շրջանում անգործությունը գրեթե յուրաքանչյուր երրորդի վրա է տարածում։ Համալսարաններում սովորածը հաճախ չի համընկնում աշխատաշուկայի պահանջների հետ, այսինքն դիպլոմը դեռևս աշխատանք չի երաշխավորում։ Նվազագույն աշխատավարձը մնում է ցածր, գները բարձրանում են, իսկ նույնիսկ միջին աշխատավարձի աճը քիչ բան է նշանակում, եթե հնարավորությունները կենտրոնացած են մեկ վայրում։ Այո, քարտեզը կարևոր է։ Աշխատանքն ու ծառայությունները հիմնականում Երևանում են, շատ մարզերում ենթակառուցվածքները թույլ են, հիվանդանոցները հեռու, ծառայությունները ոչ վստահելի, մարդիկ տեղափոխվում են մայրաքաղաք, Երևանը ծանրաբեռնվում է, իսկ որոշ շրջաններ շարունակում են դատարկվել։ Որոշ հանքարդյունաբերական տարածքներում աշխատավարձերը բարձր են, բայց դա բացառություն է, ոչ կանոն։ Հետո գալիս են կրթությանը։ Կրթության հասանելիությունը միայն դպրոցի շենք մտնելը չէ, դա նաև որակի հարց է։ Ծրագրեր, մեթոդներ, նյութեր, երբեմն նույնիսկ ամենահիմնականը՝ թեքահարթակ, նորմալ զուգարան, ջեռուցում կամ հովացում։ Որոշ համայնքներում լեզվից լավ ենք, մաթեմատիկայից թույլ։ Եվ ահա մի ծանր թիվ. երեխաները դպրոցում անցկացնում են մոտ 12 տարի, բայց ավարտում են մոտ 8 տարվա գիտելիքով։ Նախադպրոցական կրթությունը եւս խցանված է։ Երկար սպասման ցուցակներ, բարձր վճարներ կամ պարզապես մանկապարտեզի բացակայություն։ Բարձրագույն կրթությունն էլ ավելի անհասանելի է ցածր եկամուտ ունեցող երիտասարդների համար։ Աղքատ ընտանիքներից մոտ յուրաքանչյուր 6-րդին է հասնում համալսարան։ Այդպես անհավասարությունը ամրանում է ընտանիքներում։ Խոսենք ներառական կրթության մասին։ 2015 թվականից օրենքով բոլոր պետական դպրոցները ներառական են, բայց գործնականում դեռ մեծ ճանապարհ կա անցնելու։ Ներառումը նշանակում է հարմարեցված նյութեր, մասնագետներ, մատչելի շենքեր, հարգալից լեզու եւ այո, կարևոր է թե ինչ բառեր ենք օգտագործում։ Ոչ թե ներառական երեխաներ, այլ հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաներ, որովհետեւ բոլորս տարբեր կերպ ենք սովորում եւ համակարգը պետք է հարմարի երեխային, այլ ոչ թե հակառակը։ Գենդերային թեմաներից էլ չեն կարող խուսափել։ Գենդերային կարծատիպերը կանանց ու տղամարդկանց մղում են տարբեր դերերի եւ տարբեր վարձատրության։ Կանայք մեծամասնություն են կազմում բակալավրիատում եւ հաճախ մագիստրատուրայում, բայց աշխատաշուկայում նրանց մասնակցությունը կեսից ցածր է։ Նրանք քիչ են ներկայացված ղեկավար դիրքերում, իսկ աշխատավարձերի տարբերությունը նույն աշխատանքի համար կազմում է մոտ 1/4-ից մինչև 1/3։ Եվ կա մի անտեսանելի աշխատանք՝ չվճարվող խնամքն ու տնային աշխատանքը։ Կանայք իրենց ժամանակի առնվազն 1/5-ը ծախսում են դրա վրա, տղամարդիկ շատ ավելի քիչ, այսինքն շատ կանայք իրականում երկու աշխատանք ունեն, մեկը վճարվող, մյուսը անտեսանելի։ Քաղաքականության մեջ կան որոշակի առաջընթացներ։ Պատգամավորների մոտ 1/3-ը կանայք են։ Մի քանի նախարարություններ ղեկավարում են կանայք, բայց ապակի առաստաղ դեռ կա, հատկապես կառավարության միջին օղակներում եւ անվտանգության ոլորտում։ Ընտանեկան բռնության մասին օրենքը կարևոր քայլ էր, բայց խնդիրը շարունակում է գոյություն ունենալ։ Սեռով պայմանավորված ընտրողական աբորտները ամբողջությամբ չեն վերացել։ Որոշ ընտանիքներում դեռ նախապատվությունը տրվում է տղա երեխային։ Եվ վերջապես հիշենք մի կարևոր բան՝ մարդիկ մեկ ինքնություն չունեն։ Անհավասարությունները կուտակվում են։ Գյուղում ապրող ցածր եկամուտ ունեցող, հաշմանդամություն ունեցող կինը բախվում է լրիվ այլ խոչընդոտների, քան քաղաքային ապահով տղամարդը։
Էթնիկ փոքրամասնությունները կարող են հանդիպել կողմնակալ վերաբերմունքի, գյուղերում կարող է պարզապես չլինել մոտակա բուժկետ։ Արտակարգ իրավիճակներում մարդիկ ստիպված են երկար ճանապարհ անցնել մինչև Երևան։ Այս շերտերը իրար վրա են գալիս ու խորացնում անհավասարությունը։ Եվ վերջում, տվյալները կարևոր են, բայց պատմությունները ավելի խոսուն են։ Կարող ենք հղում անել Արմստադին, միջազգային ցուցանիշներին, գրաֆիկներին, բայց հենց ապրած պատմություններն են, որ իրական պատկեր են ստեղծում։ Եկեք ամփոփենք։ Այս թողարկումը անհավասարության ու անարդարության թվերի ու ցուցանիշների մասին էր, բայց թվերը երբեք չեզոք չեն։ Դրանք ցույց են տալիս, ում համար է աշխատում համակարգը եւ ում համար ոչ։ Եթե այս խոսակցությունը անհարմար էր, նշանակում է այն անհրաժեշտ էր։ Շարունակեք հարցնել, ստուգել, համեմատել եւ խոսել, որովհետեւ համակարգերը փոխվում են ոչ թե լռությունից, այլ ճնշումից ու գիտակից ձայնից։ Սա Փիսոն Փոդքասթն է, ձեզ հետ Կարմիր Ֆինն է, կհանդիպենք հաջորդ թողարկմանը։